Կառավարությունը հրապարակեց, ճիշտ են ասում, հայկական ժամանակի հոդվածներից մեկը եւ դրեց քննարկման բանակցային փաթեթը հավասարապես մերկացնում է բոլորին։ Մաքրում են նախ եւ առաջ հոգեվոր եւ հումանիտար ազդեցության կենտրոններ, որ պետական մարմինը քիթը խոթի կրոնական գործառույթի մեջ, ինչ գործ ունի, թե պետական մարմնի գործերը քիչ են։ Ոչ մի եկեղեցի այս աշխարհում, ոչ մի չի եղել կատարյալ։ ԿՊ-ում լիքը մարդ կա, որոնք այն գլխից չեն հայրել։ Հանրությանը շատ քիչ են հետաքրքրում ուրիշի անկողնային գործերը, եթե դա չի վերաբերվում սեքսուալ պերվերսիաներին։ Մենտալիտետի դեմ դու չես կարող խաղալ։ 5 րոպե էր պակաս, որ պատմությունը հակառակ շրջանում է։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է քաղաքագետ, գրականագետ Անուշ Սետրակյանը։ Բարև ձեզ, Տիկին Սետրակյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Տիկին Սետրակյան լուծարվեց ԵՀԿ Մինսկի խումբը։ Սա բանակցային միջազգային գործիք էր, որը մենք այլևս չունենք։ Սրա մասին գրեթե չխոսվեց, այսինքն օրակարգ չմտավ այս հարցը։ Փոխարենը մինչև այսօր խոսվում է Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ինչ-որ փաստաթղթեր, որոնք հրապարակեց կառավարությունը։ Կառավարությունը հրապարակեց, ճիշտ են ասում, հայկական ժամանակի հոդվածներից մեկը եւ դրեց քննարկման։ Իրականում մի անգամ ասել եմ էլի հարցազրույցում, այդ բանակցային փաթեթը կիսատ է։ Այնտեղ դրված են հատվածներ եւ չկա բանակցային տրամաբանություն։ Չհաշված նրան, որ կան այդ բանակցային հատվածում կետեր եւ դրույթներ եւ թղթեր, որոնք կարելի է համարել հաղթանակ, կան կետեր եւ դրույթներ, որոնք կարելի է համարել պարտություն, սակայն մի բան ակնհայտ է, որ բանակցային գործընթացի հետևանքով Արցախը մնում էր, շարունակում էր մնալ անկախ կարգավիճակում եւ նույնիսկ այն կարգի, երբ որ քննարկում են Սերժ Սարգսյանի նամակը եւ այն, որ զին պատրաստվածությունը մենք զիջում ենք Ադրբեջանի, որտեղ Ռուսաստանը զենք հավաճառում եւ այլն, ակնհայտ է, որ մարդիկ մտահոգված են զինման մակարդակով, զինվան որակով եւ որ Ադրբեջանը արձանագրել է գերակշռություն։ Եվ գիտեք ինչու՞մն է հարցը։ Կարելի է ասել իհարկե, որ կոռուպցիան այնքան շատ էր, որ չէին կարողանում լավ զինվել, բայց նաև ակնհայտ է, չէ, որ Ադրբեջանում կոռուպցիան երևի տասնապատիկ ավելի շատ է եւ նրանց ուղղակի ռեսուրսներն էին ավելի շատ։ Բայց երկու դեպքերում էլ բոլորին անխտիր, ասենք, լինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը, լինի դա Ռոբերտ Քոչարյանը, լինի Սերժ Սարգսյանը եւ առավել եւս Նիկոլ Փաշինյանը, բոլորը նրանցից չեն ունեցել վստահ կամային ծրագիր Արցախի պահպանման համար։ Այսինքն դա ինքնահոսի վրա թողնված գործընթաց էր, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ հանձնումը արագացված գործընթաց էր, հիշեք այդ բոլոր հայտարարությունները, Արցախ Հայաստանը եւ վերջ, այնտեղ էլ ինչ կար, բանը նոր տարածքներ, նոր պատերազմ, նոր տարածքներ, այդ բոլորը մոռացել են։ Այո, բոլորը մոռացել են այդ լոզունգները։ Հիմա պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանը ծնված օրից ուզում էր խաղաղություն, քարոզում էր խաղաղություն եւ միայն բոլորը չարակամ նախկիններն էին խանգարում կամ չարակամ ժողովուրդն էր խանգարում, որ ինքը խաղաղություն ուզեր։ Ոչ, այստեղ էլեմենտար բաներ, նու խապկանքեր կամ ճարպկություններ, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ եթե ինքը գա եւ ասի, որ Արցախը բանակցային գործընթացից պիտի դուրս գա, Մինսկի խումբը պիտի լուծարվի, բանը, այդ ԵՀԿ բոլոր նախագահները պետք է գնան ամեն մեկը իրենց գործին։ Բնական է, որ նրա ընտրական ցուցանիշը չէ լինի այդքան բարձր եւ կարողաշատված վերջանա։ Որտեղ մարդիկ բոլորը սպասում էին լավի եւ իրենց այդ լավի համակարգում Արցախը կար, Արցախը մաս էր։ Եղեռնը կար, Եղեռնը մաս էր, այսինքն մարդիկ իրենց ավանդական, մշակութային եւ ազգային ծրագրում դա ունեին եւ շատ քչեր են ժամանակ կհամանձայնվեին Արցախի հանձնմանը։ Իսկ հիմա խնդրեմ, մենք ունենք այս ասում ինչ որ ունենք եւ իբր թե բանակցային փաթեթ են դրել, որ իբր թե մերկացնում է նախկիններին։ Այդ բանակցային փաթեթը հավասարապես մերկացնում է բոլորին։ Մեկին վատ քիչ աշխատանք տանելու համար, մեկին համարձակ որոշումներ չկայացնելու համար, մեկին էլ տառացիորեն այդ գործը ընդհանրապես ոչ պրոֆեսիոնալ, դիվանագիտական եւ ռազմական, զերո գիտությամբ եւ զերո կամքով ամբողջացնելու համար։
Ես ուզում եմ, որ հիշեք, հա, որ բացի նոր պատերազմի եւ նոր տարածքներից, մենք ունենք այս վերջին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի, որ 8.5 միլիարդը, չէ, ինչքան այդքանա, չէ, պարտքը, եթե չեմ սխալվում, զենք է մառել։ Այդ ասվում է 2 շաբաթ առաջ։ Հիմա մենք ունենք, որ 8.5 միլիարդը տվել են, որ արցախցիների վիճակը ստիպված ունեցել ենք տարհանված մարդիկ, ստիպված պարտք է մառել, որ նրանց կարիքները հոգան։ 2 շաբաթվա մեջ դիամետրալ փոխվում է այդ պարտքի տեսլականը եւ պարտքի հաստատելը։ Էլ ինչի մասին ենք խոսում։ Էլ ինչի մասին ենք խոսում։ Խոսելիք չկա տարածիով։ Մոտ 7 ամիս է սկսվել է, այսպես ասած, մաքրումը եկեղեցու, որը ասում է Փաշինյանը, սակայն մենք տեսնում ենք, թե ինչ գործողության, ինչ ձևով է դա արտահայտվում։ Տեսանք 8 հոգևորականների, որոնք հանդիպեցին Փաշինյանի հետ, ձեր կարծիքով միջև ուր է հասնելու այս հակամարտություն, ասենք, միգուցե սա լուրջ գիտական խնդիր է։ Յուրաքանչյուր ռադիկալ գաղափարախոսություն, ես չեմ կարող համարել գաղափարախոսություն։ Ինչ որ առումով սա բանի միքս է բոլշևիզմի եւ ֆրանսիական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության էլեմենտների։ Երկու դեպքերում էլ ակնհայտ է, որ եւ ֆաշիզմի օրոք նույնպես մաքրում են նախ եւ առաջ հոգեվոր եւ հումանիտար ազդեցության կենտրոններ։ Այ ուշադիր կլինեք, թե բոլշևիզմը, թե նացիզմը, թե ֆրանսիական բուրժուա-դեմոկրատականը թիրախավորում է հոգևորականություն, ուսուցիչներ եւ դասախոսական ակադեմիա, ինչպես ասում են, այդ ակադեմիան, եւ իհարկե գրողներին, երգիչներին, նրանք ովքեր համահունչ են իշխանական տեսակետների հետ։ Այդ երեքին նրանք թիրախավորում են միանշանակ, որովհետեւ այդ մարդիկ պատտվում են գաղափարական ոլորտում, նրանք այսպես կոչված հոգու տիրակալներն են, իսկ հեղափոխությունը իբրև ռադիկալ իդեոլոգիա, բոլշևիզմը, հեղափոխականությունը, նացիզմը, դրանք բոլորը հեղափոխական ռադիկալ իդեոլոգիաներ են, նրանք ուզում են տիրանալ մարդու հոգիներին անվերապահորեն։ Այսինքն, որ գաղափարական դաշտում իրենց պրիմիտիվ դրույթներից բացի Անաստաֆերման շատ լավ նկարագրել է։ Անաստաֆերման չէ, որ աղերս է բոլշևիզմը։ Հա, որ 2 ոտքը վատ է, 4 ոտքը լավ է, պատերազմը խաղաղություն է եւ այլ եւ այլն։ Մենք հիմա այդ շրջված մատրիցան տեսնում ենք նաեւ մեր առօրյա կյանքում։ Եվ միջև ուր է հասնելու ձեր կարծիքով։ Դե, գիտեք ոնց է, բոլշևիզմը եւ նացիզմը դա լուծում էին բանտերի միջոցով։ Որ քահանաներին շպրտում էին բանտերը, մենք տեսնում ենք այդ տարբերակը ֆրանսիական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ժամանակ նրանց ուղղակի սպանում էին, գլխատում էին, քիչ չեն գնդակարությունները նաև ռուսական բոլշևիզմի օրոք։ Մենք հասկանում ենք, որ այդ հետապնդումը ընդմորում իմացեք, ոչ մի եկեղեցի այս աշխարհում, ոչ մի չի եղել կատարյալ։ Չկա այս աշխարհում որևէ կրոնական ինստիտուտ, որ աչքի ընկնի իրական կատարելությամբ, բացարձակ բարեվարկությամբ, չքնաղ ազնվությամբ, որովհետև ես միշտ ասել եմ, անքննելի են տիրոջ գործերը, ոչ թե նրա սպասավորների։ Իսկ սպասավորները մարդիկ են, նրանք խիստ սխալական են, եւ ամբողջ գործառույթը եկեղեցու եւ ընդհանրապես մարդկանց խղճի եւ դավանանքի դա նրանցից պահանջելն է համապատասխան վերաբերմունք։ Բայց ֆրանսիական բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից սկսած բոլոր ժողովրդավարական երկրներում կամ կոնե ժողովրդավարություն հռչակած երկրներում պետությունը անջատ է եկեղեցուց։ Եվ կրոնապետություն, երբ որ մենք ասում ենք, հենց դեռ մի բան էլ ունակ Իրանում, կրոնն է որոշում, ասենք կրոնական ինստիտուցիան է որոշում պետական գործառույթը, թեպետ արդեն չի որոշում։ Հակառակը, որ պետական մարմինը քիթը խոթի կրոնական գործառույթի մեջ, ինչ գործ ունի, թե պետական մարմնի գործերը քիչ են։ Անվտանգության թեման կա, ինֆլյացիայի թեման կա, գաղթականների թեման կա, վերջ-վերջը իրենց գոնե մաշկի մոտ ընտրությունների թեման կա, բայց չէ, անպայման պետք է այդ ամենի մեջ մտնել, որովհետև յուրաքանչյուր հեղափոխություն, էլի փորձեր եղան, չէ՞, սկզբում էլի փորձեր եղան, յուրաքանչյուր հեղափոխության սուրբ պարտականությունն է։ Հարձակվել կրոնի վրա, հարձակվել
բանի վրա, հարձակվել հումանիտար տրադիցիայի կլասիկայի վրա, հարձակվել պատմության վրա, գիտության վրա եւ ինչի համար դա արվում, ընդհանուր հետաքրքիր է, տեխնիկական գիտությունների վրա հարձակում չկա։ Հումանիտարն է թիրախը։ Այնտեղ գումար կա, շահ կա։ Չէ, տեխնիկական գիտությունները իրենք անդեմ են։ Այնտեղ չկա իդեոլոգիա, այնտեղ չկա խնդիրներ, այնտեղ չկան էլեմենտար հարցեր, խիղճ, բարոյականություն, հայրենասիրություն եւ այլն, դրանք չկա։ Քաղաքացիական պայմանագիրը ընդունեց էթիկայի կանոնագիրք, այսինքն իրենց խոսույթում այլևս չպետք է լինի հայոյանք, վիրավորանք եւ թիրախավորում։ Ինչու հենց հիմա 7 տարի մտածում էին, թե երբ պետք է ընդունել։ Ես կարծում եմ, որ դա տարբեր բաներ են ասում, բայց ես կարծում եմ, որ դա ուղղակի դեսպանատների հոգում վրա հասա։ Ես այդպես եմ կարծում եւ Լիդիայի այդ կալանքի ազատումները ես տեսնում, այո։ Ես տեսնում եմ այդ ծիրում, որովհետեւ իհարկե ինչքան էլ հիմա եվրոպական դեսպանությունները աչքերը փակ ամեն ձևով փորձում են իրենց համոզել, որ սա ժողովրդավարություն է, բայց դե ներքին խոհանոցը աշխատում է։ Տարբեր տեղերից ինֆորմացիա կաթում է եւ վերջը իրանք էլ կույր չեն։ 1-2 որ ասում են արդեն համը հանեցիք, երբ որ քեզ ասում են քո վարչապետը, քո ԱԺ-նախագահը, քո հանձնաժողովի անդամները, քո առողջապահության նախարարը, այ այսպիսի քո ԱԺ փոխխոսնակը, այսպիսի լեզվով են խոսում, վաղ թե ուշ պետք է առաջանա այսպես մեղմ ճնշում, թավշյա ճնշում, որ ասում են չի կարելի մի բան ասել եւ մի բան անել։ Եվ սա պատասխան է, սա զուտ բան է, սա զուտ գեղեցիկ փաթեթավորում է, բայց ինձ թվում է իրանք չեն կարող զսպել իրենց բնածին մոլուցքը, որտեղ ինձ թվում է շատ երկար ժամանակ դա եղել է իրանք բառապաշարը։ Եվ հիմա դրանից իրենք չեն ուզում հետ կանգնել։ Հետո գիտեք ինչ ԿՊ-ում լիքը մարդ կա, որոնք այն գլխից չեն հայհոյել։ Ասենք ուղղակի չեն հայհոյել, որովհետև իրենք եւ պաշտոնների եւ այսպես հավատավոր ԿՊ-ականներ են, բայց այդ մարդու վարք ու բարքի մեջ չկա։ Ինձ թվում է, որ այդ հայհոյախառն եւ սպառնալից բառերը օգտագործումը ուղղակի բերում է իր վարք ու բարքը իր անպատժելիությամբ կիրառում արդեն պետական մակարդակ։ Հանրության հանդեպ ազդեցության մասին, հա, խոսենք, տեսեք, arczepiskopos Արշակի մասին Սրբազանի տեսանյութ տարածվեց, իբրև թե իր մասնակցությամբ ինտիմ տեսանյութ, տեղեկություն եղավ, որ ՔԿ-ն հաստատել է քննչական կոմիտեն, որ տեսանյութում նա է, բայց փաստաբանը ասում է ստացել եմ եզրակացություն, տեսանյութում Արշակ Սրբազանը չէ, բայց ազդեցությունը մնաց, չէ, հանրության մեջ։ Ոչ մի ազդեցություն չմնաց, անկեղծ ասեմ, հանրությանը շատ քիչ են հետաքրքրում ուրիշի անկողնային գործերը, եթե դա չի վերաբերվում սեքսուալ պերվերսիաներին։ Թող ոչ մեկը հույս չունենա։ Հայաստանի Հանրապետությունը բանը ժողովրդավարական, նորաձև, կրթված, նորաձև կրթված երկիր է, թե չէ, բայց մեկ է մտածողության սպեկտրը որոշվում է խոհանոցներում նստած տատիկների եւ պապիկների վերջնական վերդիկտով։ Եվ եթե ամուսնական, այսպես կոչված կամ արտամուսնական հարաբերությունները թեթևակի հանդիմանանքով են ողջունվում, այնպիսի հարցեր, ինչպիսին պեդոֆիլիան, հա, բանը, սվինգակումները, այդ տիպի բաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց նորագույն եւ նորաձև կրթվածությամբ առանձնապես չեն ծափահարելու։ Դրա համար ես կարող եմ ասել, որ հանրության մտայնության մեջ դա չի մնացել։ Դա չի մնացել։ Վերջը դա տղամարդ է եւ կին է, եւ որքան գիտեմ երկու բանը ազատ տղամարդ եւ կին մարդիկ թողեցին, բաց թողեցին այդ թեման գնացի։ Դա այդպես է։ Բոլորը, գիտեք, արևմուտքում շատ հետաքրքիր մի հատ մտայնություն կա։ Ասեմ ձեզ, սկանդալը բավական է, օրինակ բավական է կաթոլիկ Իռլանդիայում, որ եթե հանկարծ քաղաքական գործիչը արտամուսնական կապ ունենում, օրինակ պառնելին այդպես տապալեցին։ Իռլանդիայի հերոսն է, կաթոլիկ հայրերը տապալեցին պառնելին։ Բայց դա այն մասն է, որ եկեղեցին հսկում է բարոյականությունը եւ ընդհանրապես այդ դավաճանությունը սարսափելի բան է այդ հասարակության մեջ։ Իդեպ այդպես է նաեւ Միացյալ Նահանգներում։ Դավաճանության համար կարող է գործիչը տապալվի, կաշառակերության համար կարող է գործիչը տապալվի։ Հազար ներողություն, Ռուսաստանն լինի, Հայաստանն լինի, այսպես է բյուզանդական մտածողության էլի հատվածն է ու մենտալիտետի դեմ դու չես կարող խաղալ։ Դու չես կարող խաղալ։ Իսկ պարտությունը
Այն մնալու է մենտալիտետում։ Ինչքան էլ փորձես ջնջես, մարդիկ ունեն 1915 թվականից սկսած հստակ նեղացածության, ազգային նեղացածության ապրում, անարդարություն։ Իսկ անարդարությունը, գիտեք ոնց է, այսպիսի մի բան կա, եթե անարդարությունը հանկարծ մարդը տեսնում է աստվածային մակարդակի վրա, արդեն նրա մոտ չարությունը դառնում է հավերժական։ Եվ ես կարող եմ ասել, որ այս բոլոր կետերը, որ փորձում են վերացնել, այն ինչ որ կոչվում է պատմական հիշողություն։ Այդ պատմական հիշողության բոլոր կետերը հետո պայթելու են։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ֆրանսիացին միշտ եղել է այսպես կոմունիստ, բոլշևիկ, կոմունար, հեղափոխական, հա։ Բայց քանի որ Ֆրանսիան գտնվում էր պատերազմներում, անverջ շրջապատված թշնամիներով, այդ ցավը պարտության, այդ ցավը անընդհատ ինչ որ անվտանգություն պահանջելու բերեց նրան, որ ֆրանսիական բուրժուա դեմոկրատական այդ արյունոտ, բայց միևնույն ժամանակ շատ մեծ ցնցումներ եւ փոփոխություններ առաջացրած բանը հեղափոխությունը ավարտվեց ինչով? Նապոլեոնով, կարգերի կարգով, իմպերիայով եւ ռևանշիզմով։ Դրա համար մենք պետք է հասկանանք, թե պատմական հիշողության հետ խաղալ, մանավանդային փորձել ջնջել, դա շատ վտանգավոր գործ է։ Ինձ հաճախ հարց են տալիս, այսինքն բացվեմ, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը դա ռուսական KGB-ի հրահրած թեման է։ Միանշանակ։ Ես համաձայն եմ դրա հետ, այսպես դա կկտրեն կդնեն, բայց դե նաև համաձայն եմ նրա հետ, որ ռուսական KGB-ն գիտեր, թե որ կոնֆլիկտներ ինքը հրահրում։ Օրինակ փորձեցին քանի անգամ հրահարել Ջավախքի թեման, դա մարեց, որտեղ Վրաստանում հայ ժողովուրդը չէր ենթարկում այդպիսի կտանքներին։ Մեկ-մեկ ասում են, հա, մեզ վրացիները ինչ համարում են, անտեսում են, ժողովուրդ, դա կտանք չի, էլի, դա բան չի, մորթոցի չի, դա տներից քշել չի, դա ընդհանրապես վերաբերմունքային խնդիրներն է, որ բոլոր փոքրամասնությունները, էթնիկ կամ նույնիսկ տարբեր ժողովուրդներ իրար հետ ունեն։ Հələ մի հատ ֆրանսիացիներին ու բելգիացիներին խոսացրու կամ խոսացրու բանը, լյուքսեմբուրգցիներին ու ֆրանսիացիներին, բոլորը իրար հետ ինչ որ թեմա ունեն, դա ուրիշ խնդիր է։ Բայց այդ ֆիզիկական անվտանգության պարբերական խախտումը, որ հայ ազգը տեսել է, անընդհատ այդ թուրք-ադրբեջանական հանրույթից անverջ, ոնց կարող է դա մոռացվի, կամ լավ, ասենք մենք մոռացանք, հա, բանը, թուրքերը չեն մոռացել, այսինքն ադրբեջանցիները չեն մոռացել, ուրեմն նշանակում է մենք պիտի կրկնակի անպաշտպան դառնանք, հա, համ զինաթափված ֆիզիկապես, համ զինաթափված հոգեպես, կներեք, դա շատ անհաջող փորձ է, շատ անհաջող փորձ է, նա ֆրանսիացիները փորձեցին ջնջել Աստծուն, բա բուրժուա դեմոկրատական հեղափոխության ժամանակ Աստծոանը փոխեցին, ասին supreme being բանը, այդ ֆրանսերենը մոռացա, sublime չգիտեմ ինչ, բանը, եւ այդ supreme being-ը, որ Աստված չի, դրա կապակցությամբ հատուկ ծես արեցին, պատարակներ, մարդ ոնց զուգահեռ չքաշի, չեմ պատկերացնում, ոնց զուգահեռ չքաշես, հատուկ պատարակներ, հայտնվեցին ինչ-որ քահանաներ, որոնք ասին մենք Աստծուն չենք հավատում, հիմա հավատում ենք supreme being-ին, տեսեք, նույնիսկ ականջովս ընկավ, բանը, եւ տեսեք, այդ supreme being-ի թեման, դա այն էր, որ մարդիկ փորձեցին Աստծուն ջնջել, ասին հիմա մենք նոր Աստված ենք տալիս, նոր հասարակություն, նոր հիշողություն, նոր բարքեր։ Հայաստանի այս վերջին 7 տարիները ձեր կարծիքով պատմության մեջ ո՞նց են հիշվելու, կամ գրականության մեջ։ Դե գիտեք ոնց է, Ֆրանսիայի այդ ամբողջ պատմությունը, Փարիզի Արման, իդեպ այսօր էի լսում ու լուրջ եմ ասում, այդ գերմանացիների մուտքը Փարիզ լացած գալիս էր։ Ընդ որում ֆրանսիացիները ինքան տառապած էին, որտեղ իրանք առյուծի նման կռվում են, բայց անգլիացիները զորքերը հետ քաշեցին, որ զորքերը պահպանվեն, եւ դա Ֆրանսիայի մեծ հիասթափությունն էր։ Դա մեծ հիասթափությունն էր, ու գիտեք, պատկերացնում եք, հայրենասեր, նայում եմ հիմա բանտում դրանց մարդկանց, Բաքվի գերիներին, նվիրյալ Դեգոլը պետք է փախչեր, որովհետև նա նրան սպառնում էր ձերբակալություն։ Այսինքն Պետենը հենց ստորագրեց համաձայնագիրը Գերմանիայի հետ այսպես կոլաբորատիվ հանձնման տարածիորեն։
Այդ ժամանակ բանտարկվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր կռվի եւ պայքարի կողմնակից էին։ Ինչ է անում Դե Գոլը, դա պատմության ձեռքն է։ Երբ որ Դե Գոլը առաջի անգամ խոսում է, Չերչիլը անում, ասում է, այս մարդը ասում է, խոսում է ճակատագրի շուրթերով։ Նա հասկանում է, որ այս մարդը ճակատագրական դեր է ունենալու Ֆրանսիայում։ Իսկապես, դա մաքուր հավաստի պատմական տվյալներ են, բոլորը կարող են դա բազմիցս ստուգել։ Եվ նա մտնում է այդ Ֆրանսիայի ժամանակվա նախարար, որ արդեն հանձնել է իր լիազորությունները պետերին, բայց պետք է մի 5 ժամ դեռևս պրեմիեր-մինիստր լինի, վարչապետ։ Ասում է, ինչ անեմ։ Եվ այդ րոպեին պատկերացնում եք այդ մարդը, որը նույնպես գերմանասեր էր եւ հանձնման կողմնակից, Դե Գոլին տալիս է 100,000 ֆրանկ եւ ասում է գնա Անգլիա։ Փախիր Անգլիա։ 5 րոպե էր պակաս, որ պատմությունը հակառակ շրջանում էր։ 5 րոպե էր պակաս, բայց տեսնում եք, պատմությունը շատ ողորմած է նրանց հանդեպ, որոնք իսկապես պատմական առաքելություն ունեն, եւ Հիտլերն ուներ իր պատմական առաքելությունը։ Նա պետքա մարդկությանը վերջնական հետ պահեր ֆաշիզմից եւ նացիզմից։ Այո, դա պետք է լիներ այդպիսի փորձ, որ մարդիկ հասկանային, որ դա կործանարար ճանապարհ է։ Իսկապես։ Այսինքն ապացույցը պետք է լինի։ Իհարկե, առանց դրա ոչինչ չի լինի։ Առանց դրա ոչինչ չի լինի։ Եվ օրինակ հрьяաներն էլ երբեք չեն ունենա իրենց հայրենիքը։ Եվ սովետական միությունը ուներ իր միսիան։ Իհարկե դա մի քիչ ֆատալիստական կողմնորոշում է, մի քիչ դետերմինիստական, մի քիչ այնպես հեգելյան էլի, բայց եւ այնպես ես կարծում եմ, որ դա այսպես է, եւ հիմա էլ մենք պետքա հասկանանք, որ մենք գիտեք գոյաբանական ավարտի եզրին ենք, որովհետեւ եթե մենք շարունակում ենք այսպես գոյատևել առանց որևէ գաղափարախոսության, առանց որևէ իդեալի, առանց որևէ շարժի, մենք վերանում ենք իբրև ազգ։ Մենք ֆիզիկապես չենք վերանում, բայց իբրև ազգ վերանում ենք, եւ եթե դա է պատմական նախախնամությունը, ինչ ասած, բայց Դե Գոլը պիտի փախչի էլի։ Մեր անելիքները այստեղ որոնք են։ Ես չեմ կարող ասել մեր անելիքները որտեղ այստեղ որոնք են, բայց մի հատ լավ ֆիլմ կար գերմանական նացիզմի գեյների մասին, որ տանում են երեխաներին կանանց քշում են Գերմանիա, եւ այդ կինը գոռում է, բղավում է, երեխան ասում է՝ հիշիր քո անունը։ Մեր անելիքներն է, որ մենք հիշենք մեր անունը եւ մեր արյունը։ Շնորհակալություն Տիկին Սեթրակյան։ Եթերում ուղի խոսքն էր, հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։